Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե այս ընտրություններում ինքը չհաղթի իր ղեկավարած ուժը պատերազմ կլինի, եւ նաեւ ընտրություններին դուք ում եք սատարում։ Ես որևիցե դիրքորոշում չեմ ուզում հայտնեմ, այսպայի դա Հայաստանի քաղաքացիների որոշման տիրույթում է, բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում Արցախի ժողովրդի հետ կապված, Արցախի հետագա ճակատագրի հետ կապված եւ պետք է Հայաստանի քաղաքացիները ընտրեն, թե ինչ ճանապարհով են շարունակելու շարժվել։ Եվ ըստ դրան նաև մենք էլ մեր դիրքորոշումը կայացնենք։ Պարսանյան երեք Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք Ղարաբաղ Ադրբեջանի կազմում են ճանաչել Ռուսաստանի Դաշնության հայտարարություններից հետո, ու նաև այս մեղադրանքների ֆոնին Փաշինյանը նախկիններին էր մեղադրում Արցախի հանձնման համար, ձեզ էին մեղադրում, ի վերջո հիմա ով է մեղավորով է հանձնել Արցախը։ Ես ասեցի, որ մենք այս իրավիճակում հայտնվել ենք 2020 թվականի աղետալի պատերազմից հետո 23 թվականի տեղի ունեցածը դա 2020 թվականի պատերազմի հետևանքներն են։ Այսօր ստեղ որոշ մարդիկ խոսում են, որ 23 թվականին մնայիք պայքարեիք։ Ես ուզում եմ հիշեցնել այդ մարդկանց, որ 2000 եթե մենք պիտի մնայինք մինչև վերջ պայքարեինք, դա պետք է անենք 2020 թվականին, որ ավելի լավ պայմաններում ենք եղել։ Հանձնված չի եղել Աղդամը, Քելբաջարը, Ջաբրայելը, Կուբատլուն, Լաչինի տարածքը, ադրբեջանցիները չէին գտնվում Շուշիում եւ արցախցիները չէին գտնվում լեակատար շրջափակման մեջ։ Այսինքն ինչ հնարավորության մասին պետք է լիներ 2023 թվականին մնայիք մինչև վերջ պայքարեիք։ Եթե պետք է պայքարեիք, դա պետք է լիներ 2020 թվականին։ Եվ 20 թվականի նոյեմբերին այդ 9-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա է, որ ռուսական խաղապահ հայտնվել են Արցախում։ Այսօր նաև լսում եմ տարբեր տեղեր, որ դուք ասել եք սպասիբա Ռոսիայի, սպասիբա Պուտինու, չգիտեմ, բայց մոռանում են, որ ռուս խաղապահները հայտնվել են Արցախում այդ ստորագրության շնորհիվ։ Եվ իրենց շնորհիվ է, որ հնարավոր է եղել, որ Արցախի ժողովուրդը վերադառնան Արցախ։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել Արցախից, քաղաքացիական անձինք, որոնք վերադարձել են։ Եվ իրենք էին ապահովում եւ հանդիսանում երաշխավորը, որ Արցախի ժողովուրդն դեռ կարող էր ապրել։ Ինչ վերաբերում է, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմ, դա ոչ թե միայն Ռուսաստանի ղեկավարությունն է դրա մասին խոսում։ 2023 թվականի պատերազմի սեպտեմբերի 19-ից սկսած ռազմական գործողությունները սեպտեմբերի 20-ին դադարեցնելուց հետո Ադրբեջանը մեզ ներկայացրել է պահանջ, որը փաստաթուղթ, որը հենց սկզբում նշված է, որ հաշվի առնելով նոր հանգամանքները, իդեմս դրան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է մեր լիիրավ սուվերենիտետը Արցախի նկատմամբ, դուք պետք է անեք այս գործողությունները եւ լուծարեք Արցախի Հանրապետությունը։ Դա եղել է նաեւ պահանջ, որ դա պետք է լինի Արցախի Հանրապետության ազգային ժողովի հռչակագիր։ Մեր համար այդքան ընդունելի չի, թե ով ինչ է խոսացել, մենք միշտ ուշադրություն ենք դարձրել, թե ինչ են ասում եւ ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Պարոն Շահրամանյան, բայց Փաշինյանը կոնկրետ մեղադրանքներ է հնչեցնում, ասում է, երբ որ դուք խոսել եք, ինքը հարցրել է, ասել է Հայաստանը ինչ կապ ու դեր ունի դրա հետ, դուք ասել եք ոչ մի, ինքն էլ ասել է, դե որ ոչ մի, ուրեմն մենք չենք խառնվի եւ ասում է Շահրաման, ձեր անունը չի տալիս, բայց պարզ է, որ ձեզ նկատի ունի, որ դուք ինքնուրույն եք այդ որոշումը կայացրել եւ ասում է, չգիտեմ թե ում հետ է խորհրդակցել։ Դուք այդ որոշումը կայացնելիս ում հետ եք խորհրդակցել։ Ուրեմն սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունները, որ սկսվել են, պահանջներից մեկը եղել է այն, որ այդ փաստաթղթում ներառված լինի, որ դուրս են բերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդները։ Քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր, որ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության պետք է դուրս գան Արցախից։ Ճիշտն ասած, մեր համար անընդունելի է եղել այդ ձևակերպումը եւ մենք փորձել ենք նաեւ ադրբեջանական կողմի հետ, ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում փոխել
Եվ մենք նաև այդ փոխված տարբերակներն էլ ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի իրենց դիրքորոշումը հայտնեն։ Բայց քանի որ ռազմական գործողությունների դադարեցման պահանջներից մեկը նաև ադրբեջանական կողմից եղել է այն, որ այդ փաստաթղթում տեղ գտնի այդ ձևակերպումը, ես անձամբ խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ինքը ինձ հարցրել է դուք ստորագրում եք այդ փաստաթուղթը։ Ես ասել եմ, որ ոչ, դա բանավոր հայտարարություն է։ Ինքը ասաց, որ հաջորդ օրը ինքը կհայտարարի, որ Հայաստանի Հանրապետությունը այդտեղ զինված ուժեր չունի։ Ինչը արել է եւ հաջորդ օրը նման հայտարարություն տեղի է ունեցել։ Ուզում եմ ասեմ, մենք բոլոր մեր քայլերը համաձայնեցնում էինք եւ փորձում էինք նաեւ այս ռազմական գործողությունները այնպես անել, որ չտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետեւ իրական երադվտանգը Վարդենիսի ուղղությամբ, Սյունիքի ուղղությամբ կային մեծ կուտակումներ եւ մենք բարբերաբար ստանում ենք այդ տեղեկությունները, թե ինչ զինատեսակներ եւ ինչ քանակություն է կազմում Ադրբեջանի այդ սպառնալիքը։ Բայց երբ որ դուք այդ հայտարարությունը արդեն Արցախի տեղեկատվականով տարածվեց, ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները եւ Արցախի իշխանությունները տարբեր հայտարարություններ են տարածում։ Հայաստանն ասում է, որ չկան Հայաստանի զինված ուժերը այնտեղ, Արցախում դուք էլ այդ հայտարարությամբ փաստում եք, որ փաստորեն քննադեպ կան։ Ես խնդրում եմ դուք այդ հարցերը դիմեք Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Պաշտպանության նախարարին, թող իրենք բարձրաբանեն մինչև 23 թվականը ու մեր պատկանում Արցախի պաշտպանության բանակը եւ ձեր հարցերը դուք պատասխանների կստանաք։ Հարցել Արցախի ներկայացան շենք այդ կապվաճակը դա պիտի վերջավորոշվեց ինչ են, եթե չեմ սխալվում դատական։ Այս պահին անորոշ է, այո, կա դատական process-ներ, որը եթե չեմ սխալվում, այս տարվա ընթացքում, մայիս ամսվա ընթացքում պետք է որ առաջի նիստը տեղի ունենա։ Նաև անդրադառնանք Վրդանես Սրբազանին, որովհետև խոսակցություններ կան, որ նա բազմիցս դիմել է արցախահայերին, խնդրել է, որ իրեն ընդունեն, իրենց Սրբազան, որքանով եք հաստատում այդ խոսակցությունները, արդյոք նման բան եղել է, իր կողմից զղջում նկատվել է թե ոչ, եւ դուք անձամբ իր հետ այս ընթացքում հնարավորություն ունեցել եք խոսելու։ Չէ, ես առիթ եմ ունեցել դրան արձագանքելու, ես Սրբազանի հետ չեմ հանդիպել դրանից հետո որևիցե մեկնաբանություն չեմ կարող։ Տիրադավ է, թե տիրադավ չի։ Չեմ ուզում ես մտնեմ այդ դաշտը։ Ինչի։ Ժամանակը ցույց կտա։